Պարոն Խաչիկյան, չնայած իշխանությունը վստահեցնում է, որ Վաշինգտոնյան փաստաթղթում որևէ միջանցք չկա, միջանցքային տրամաբանություն չկա, բայց Ադրբեջանը շարունակում է եւ նախագահի կողմից եւ արտգործնախարարի այսպես հայտարարություններում լսվում է միշտ Զանգեզուրի միջանցք հայտարարությունը խոսույթ է։ Հիմա ի վերջո ինչ է ստացվում, Ադրբեջանը, երբ որ ասում է միջանցք, դա պարզապես, ինչպես է Հայաստանի իշխանությունն է ներկայացնում, ներքին օգտագործման համար է, թե իսկապես Ադրբեջանը Սյունիքով ճանապարհը դիտարկում է իրականում միջանցք։ Այդ հարցը լուծելու համար շատ պարզ մի քայլ պետք է կատարվի այս խմբի ղեկավարների կողմից։ Նրանք պետք է ասեն, որ սա միջանցք չէ, սա մեր սուվերեն տարածքն է, որտեղ լինելու է մեր մաքսատունը եւ մեր վերահսկողությունը սահմանապահների կողմից, այդքան բան։ Այնտեղ լինելու են մեր սահմանապահները եւ լինելու է մեր մաքսատունը։ Եթե նրանք այդպիսի բան չեն ասում, այսինքն նրանք էլ գիտեն, որ այնտեղ չի լինելու ոչ սահմանապահ, ոչ էլ մաքսատուն։ Իսկ դա ինչ է նշանակում, որ այնտեղ Հայաստանի սահման չի լինելու։ Իսկ եթե Նախիջևանի եւ Ադրբեջանի միջեւ Հայաստանի սահման չկա, նշանակում այդ տարածքը պատկանում է Ադրբեջանը, ոչ թե մեզ, եթե այնտեղ ոչ ոք չկա։ Իսկ դուք հիշում եք, մենք տարիներով ձեր մոտ ասում ենք, եթե պայմանագիր է ստորագրում Ադրբեջանը մեր տարածքի մասին, այսինքն որպես երրորդ կողմ, նշանակում է դա փայատեր է։ Մենք քանի տարի ենք ձեր մոտ դա ասել։ Հետո պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կառավարությունը ցավոք շատ ավելի լուրջ է եւ ճշմարտությունը շատ ավելի հաճախ է ասում, քան այս դերասանների խումբը։ Սա նույն խումբն է, որը պատերազմի ժամանակ ասում էր մենք հաղթում ենք, նույն խումբն է, որ ասում էր պատերազմից հետո մենք հետ կբերենք Ղարաբաղը կդեօկուպացնենք, նույն խումբն է, որ ասում էր մենք ապահովենք ղարաբաղցիների անվտանգությունը, նույն խումբն է, որ ասում էր միջանցք չի լինի երբեք, այդ բառը չասեք, հետո փաստորեն միջանցք եղավ, ուղղակի ուրիշ անունով։ Ու տեսեք, այս անձը ինչ ասեց Ալիևին, ասում է այդ բառը մի օգտագործեք, որտեղ մեր մոտ մարդիկ գրգռվում են, այսինքն ներվայնանում են այդ բառը։ Նա չի ասում, որ այդպես չէ։ Նա ասում է ուղղակի այդ բառը մի ասեք, որտեղ մենք ստեղ մենք ժողովրդին խաբում ենք, մի խանգարեք։ Մենք մեր ժողովրդին ուզում ենք խաբենք, դուք մեզ խանգարում եք։ Եթե Ալիևը անգամ հարգեր իրանց, նա գոնե կսպասեր։ Այդ բառը այդքան չէր ասի, որ օգներ այս խմբին, որ մեր ժողովրդին խաբեն, բայց նա անգամ չի հարգում, այնքան չի հարգում ոչ մեզ, ոչ էլ այս խմբին, որ նա ասում է ճշմարտությունը, սա միջանցք է փաստորեն։ Պարոն Խաչիկյան, տեսեք, եթե սկզբում Նիկոլ Փաշինյանը զայրանում էր, ասում էր պետք է Ադրբեջանը բացատրություն տա, ինչ նկատի ունի, հետո դրանից հետո գտավ մի այսպիսի ձևակերպում, որ Ադրբեջանում դա հորադի Զանգելան ճանապարհն է, պարզապես Զանգեզուրի միջանցք է դրան ասում։ Գիտեք, արդարացումներ գտնելը արևմտյան խորհրդատուների օգնությամբ այս խմբի ուժեղ կողմն է։ Նրանք վաղը որ Հայաստանն էլ հանձնեն, ասեն տես բան չի եղել, Հայաստանը դեռ կա, մենք հաղթեցինք մեր սուվերեն տարածքն է, ուղղակի մենք բոլորս պետք է հիմա գնանք Սադաֆլով, Բագրատաժենով գնանք Սադաֆլով դուրս գանք Հայաստանից, ապրենք ուրիշ երկրում, բայց սա հաղթանակ է։ Սա գիտեք կիսախելագարության ինչ որ հոգեկան շեղումների ինչ որ նշան է։ Եվ դա ոչ միայն այս խմբի խնդիրն է, սա մեր հասարակության խնդիրն է։ Այսքան բանից հետո ո՞նց ենք մենք անդուրժում այդ ձեռ առնելը, այս խելագարությունը, ո՞նց կարելի է։ Ղարաբաղը հանձնեցին մեր աչքի առաջ, մեզ համոզեցին, որ պետքա ազատվեինք իրանցից եւ այլն։ Հիմա հանձնեցին Մեղրին ու էլի խափում են։ Էլի ուրիշ անվան տակ հանձնեցին Մեղրին։ Մենք կտրվեցինք արտաքին աշխարհից։ Մենք հիմա համարյա տոտալ շրջափակման մեջ ենք։ Ալիևն է որոշելու մենք Իրանություն չենք բերելու, ինչ չենք բերելու։ Ալիևն է որոշելու հայկական բանակ լինելու է թե ոչ, եւ ոնց է զենքը ստանալու հայկական բանակը։ Տեսեք, բանակն են կազմալուծում։ Այս խումբը անընդհատ մեզ խափում է իր քարոզչական բանակի միջոցով։ Մի բան էլ ասեմ եւ հետո եթե ուզում եք խորանանք դրա մեջ, վերջերս ես շատ անգամ խոսեցի եւ մեր շատ լավ գործընկեր Ռազմիկ Մարտիրոսյանի հետ ինտերվյու անցկացրեցինք եւ խոսեցինք Մայք Բենցի պետդեպարտամենտի նախկին աշխատող, պետդեպարտամենտի տնօրենի օգնականի ինտերվյու, որում նա պատմում է որպես ամերիկյան պետդեպարտամենտի աշխատող եւ բավականին կարեւոր դեր խաղացող մարդ պատմում է թե ինչպես հետախուզական գործակալությունը, կենտրոնական հետախուզական գործակալությունը CIA վերահսկում է այդ բոլոր գրանտերի ծրագրերը։ Նա Ուկրաինայի օրինակն է բերում, եւ ցույց է տալիս թե ինչպես Միացյալ Նահանգների այդ հետախուզական ծառայությունները զավթեցին ամբողջ Ուկրաինան, զավթեցին Ուկրաինայի ԶԼՄ-ները, ցեցին կառավարել եւ թելադրել Ուկրաինայի կառավարությանը, թե նա ինչ պետք է անի։
եւ ինչ պետք է ասի եւ տարան այս հայտարարած պատերազմի Ուկրաինայի ժողովրդի։ Նույն բանը տեղի ունենում մեր մոտ։ Մենք Այսինքն կներեք, կարծում եք հետախուզական խումբ է լինելու այդ ճանապարհի վրա ամերիկյան կողմից։ Անկասկած այնտեղ լինելու ներկայացուցիչներ ամերիկայի կողմից։ Տեսեք ինչ խորամանկ ձևով էլի մեծ արևմուտքը խափեց եւ ամերիկան։ Ինչ խորամանկ ձևով էլի մեզ խոսք տվեցին, որ դա լինելու է ամերիկայի վերահսկողության տակ, բայց որևէ երաշխիք մեր անվտանգության չտվեցին։ Եվ որևէ բան չի ասում, որ նրանք երրորդ կողմից սա չեն փոխանցի։ Սա էլի եղավ Վիլսոնյան Հայաստանը, հիշում եք, չէ՞, մեզ Վիլսոնյան Հայաստան խոստացան, բայց որևէ ռեալ օգնություն չցաբերեցին։ Մեզ կրվածեցին բոլշևիկների եւ քեմալիստների հետ, հետո նրանք մեզ կիսեցին։ Երբ որ նրանք մեզ կիսեցին, ասացին, դե մենք ինչ կարող ենք անենք։ Մեր նավերը դες չեն կարողանում հասնել, չնայած Բաքվին կարողացան Բաքու հասնել եւ Իրաք հասան եւ Թուրքիա ամենտեղ էլ հասան, որտեղ նրանք նավթ ու շահ ունեն հասան։ Մեր մոտ շահ չկար, չհասան։ 100 տարի առաջ էլ մեզ խափեցին, հիմա էլ նորից մեզ խափեցին։ Տրամպը ինչ որ դեկլարացիա է ստորագրում, ինչ որ սիմվոլիկ, այսպես ասած, ընդհանուր հայտարարություններ է անում, բայց կոնկրետ չի ասում։ Մենք երրորդ կողմից հա չենք տա, այնտեղ լինելու է միայն հայկական ընկերություն, մենք երաշխավորում ենք Հայաստանի սահմանները, այսպեսի բան չկա։ Մեր Եվրոբեսեդկայի այդ բոլոր հեքիաթները դուրս եկան լրիվ սուտ, ինչպես մենք ձեր մոտ տարիներով ասում ենք, այդ Եվրոպայի մաս դառնալը եղավ սուտ, եւ նրանք դա ընդունեցին, վերջերս լսեցիք, չէ՞, ասես մենք ինչ ֆեյլոնիզացիան մենք, բայց թողնենք այս հույսը, որ մենք Եվրոպայի մաս կդառնանք։ Դա էլ է սուտ։ Ոնց ենք մենք սա հանդուրժում, եւ դրա վրա եմ զարմանում։ Եթե մենք ուզում ենք այնտեղ լինել ինչ-որ ամերիկյան ներկայություն, մենք պետք է ուղղակիորեն մասնավոր ընկերության հետ մեր օրենքներով մեր կողմից մասնավոր ընկերության հետ կոնտրակտ կնքենք։ Ինչ որ երրորդ երկիր, չեզոք երկիր, Ռոմի պանովա վերահսկում մինչև հիմա Շվեյցարիայի բանը ոնց են ասում, պահպանները, նրանք են, չէ, Շվեյցարիայի զինվաճուժերն են վերահսկում Ռոմի պապին, մինչև օրս, միջնադարից այդպես է։ Շվեյցարիայից բերեին, ինչ որ երկրից, այլ է Ամերիկայից բերեին, բայց մենք ցնքենք այդ պայմանագիր, այնտեղ Ադրբեջանը չպետք է ստորագրություն ունենա։ Հետո պետք է ուրիշ երկրներին ընդգրկել։ Մեր հարևաններին, Իրանին, Ռուսաստանին, որ ունեն ինչ-որ բալանսավորված պայմանագիր։ Դե շատ բան կարելի է անել, բայց տեսնում եք, նրանք շատ լավ են մենակ մի գործում, խաբելը։ Այդ խաբելը նրանց մոտ շատ լավ ստացվում։ Պարոն Խաչիկյան, այս թեմայի հետ կապված երկրորդ նախագահ ասուլից էր հրավիրել եւ ճանապարհի մեկ այլ առաջարկ էր ներկայացնում, որ եթե ճանապարհ է տրվում, պետք է գոնե այդ ճանապարհը շարունակվեր մինչեւ դեպի Երասխ եւ այդ դա կլիներ գոնե ապաշրջափակման պես մի բան։ Իսկ սա ասում է միայն Հայաստանի հետ կապված խնդիր է լուծում Ադրբեջանը ճանապարհը ստանալով։ Բայց դա շատ པարզ է, դա շատ տրամաբանական է։ Մենք զիջում ենք, Ադրբեջանը չի զիջում։ Ադրբեջանը իր տարածքում ոչ մեկին թույլ չի տալիս, որ ինչ որ երրորդ կողմ այնտեղ վերահսկողություն հաստատի, այն էլ 99 տարով։ Այդպես անում են գաղութների հետ։ Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում երբ որ գաղութներ են հաստատում, այսպես են անում, 100 տարով խլում են իրանց։ Ադրբեջանը փոխզիջումների չի գնում եւ փոխադարձ ինքի վրա ինչքան էլ այս կումբը այդ բառը ասում է փոխադարձ մանտրայի պես։ Այնտեղ փոխադարձ ոչ մի բան չկա։ Նրանք մեզ ցույց չեն տալիս անխոչնդոտ ձևով անցնենք իրենց տարածքով։ Այո, եթե մեզ տրվեր իրավունք Ադրբեջանի տարածքով նույն հիմունքի վրա անցնել, դա կլիներ փոխադարձ, բայց սա փոխադարձ չի, սա միակողմանի կապիտուլյացիա է, ինչպես միջազգային պրեսան սա նկարագրում է։ Դրա համար նրանք այդպես զայրացան եւ պայթեցին, որտեղ իրենց սուտը անընդհատ այդ ստերը հեքիաթները, որ մեզ պատմում են, մենք բացահայտում ենք։ Դրա համար նրանք ջղայնանում են եւ այդ էակներին թողից բաց են թողնում մեր վրա, որպեսզի մեզ լռեցնեն։ Անկախ ամեն ինչից իշխանությունը վստահեցնում է, որ ավելի շատ խոսում է խաղաղության մասին, քան ճանապարհների ապաշրջափակման եւ մշտական թեզը դա, որ հասարակությանը ներկայացնում է, որ խաղաղություն ենք բերել, խաղաղություն է հաստատվելու եւ ասում են, որ երկարատև ժամանակահատվածում Ադրբեջանը չի կրակելու Հայաստանի վրա, պատերազմ չի լինելու, ինչը գրավիչ է ամեն դեպքում հասարակության տեսանկյունից։ Գիտեք, Գեբելսը կնախանձեր այս խմբից։ Գեբելսը այսպեսի լկտի սուտ կարողություն երևի չէ կարողանում տանել։ 18 թվականից, երբ որ նրանք մեզ խաբեցին ուրկան իշխանության, եղավ 3 պատերազմ։ Նրանք բերեցին պատերազմ, նրանք բերեցին պարտություն, նրանք բերեցին կապիտուլյացիա, նրանք բերեցին Արցախի հանձնում, Մեռիի հանձնում, Հայաստանի տարածքների հանձնում, 120,000 մարդու փախստական դառնալը, դա նրանք են արել։ Բայց կոմպենսացնում են դա իրենց այս խայտարակ քարոզչական բանակով,
այդ ծախված մեդիաները, որոնք դոլարներ են ստանում արևմուտքից, ամեն անգամ ասել են եւ կասեն, եւ այդ թվերը իրենց սայթերի վրա կախված են, թե քանի տասնյակ միլիոնավոր դոլարներ են ստանում, որ մեզ խափեն։ Եվ տեսեք, այսքան բանից հետո, Ղարաբաղը վիճելուց հետո, Հայաստանի տարածքը վիճելուց հետո, ցեղասպանությունը տեսեք, ասում են չենք խոսա, Արարատը պետք է մոռանանք, Մեղրին հանձնեցինք, այսքան բանից հետո մենք մնացինք, ինչպես Թրամփը ասեց, that other guy, այդ մյուս տղեն։ Այսինքն չարժանացանք այսքան չոքերի վրա գետնով, որ այսպես ման են գալիս արևմուտքի հետևից չոք, խնդրում աղաչում են, որ արևմուտքը իրենց ընդունի։ Արևմուտքը անգամ իրենց անունը չգիտի։ Դուք երբևիցե լսել եք, որ Ռուսաստանի ղեկավարը մեր ղեկավարին ասի այդ մյուս տղեն։ Երբևիցե այսպես բան եղել է 30 քանի տարի անկախ ենք։ Այսպեսի բան եղել մոտ 30 տարվա ընթացքում որևէ Ռուսաստանի ղեկավար ասել է այդ մյուս տղեն մեր ղեկավարի մասին։ Դուք տեսեք ինչքան բան զիջելուց հետո նրանք էլի դարձան 0։ Սա գիտեք ինձ հիշեցնում է ասել եմ Չեմբերլենը, երբ որ նույն սկզբունքով զիջում էր Չեխոսլովակիան, ասել է մենք ինչու պետք է կռվենք մի հեռավոր երկրի համար տարօրինակ անուններով եւ մեզանից հեռու գտնվող ինչ որ վայրեր։ Այս նույն բանը մեր հետ այլ արևմուտք եւ ոչ առաջանում։ Իրենց մոտ ստացվում է մենակ մի բան, անընդհատ տապալել ամեն ինչ եւ հետո ճիշտ հակառակը ասել։ Ես ասում եմ Գեբելսը նրանց կնախանձեր։ Պատերազմը բերեցին նրանք, սա երրորդ կապիտուլյացիան է։ Մենք զիջեցինք Մեղրին, մենք կարող ենք կորցնենք Սյունիքը եւ Հայաստանը կարող է որպես պետություն դադարել գործունեությունը։ Բայց ամեն դեպքում հասկանանք նաև այդ առումով, եթե Թրամփը նույնիսկ չի հիշում Փաշինյանի անունը, ինքը ինչ որ պահի կարող է երաշխավոր լինել հնարավոր որևէ գործընթացի վկա լինել, այսինքն եթե ինչ որ մի պահ պատկերացնենք Ադրբեջանը գործողություն է կիրառում Հայաստանի դեմ իրականացնում, հնարավոր տարբերակը Թրամփը միջամտի եւ խնդիրը հանգուցալուծի։ Նախ որևէ պարտավորություն նայ վրա չի վերցրել, որևէ պայմանավորություն։ Դա մեզ այդ ստորագրած հիշում եք մեզ այդ ծիծաղալի մարտիկ տեխնիկայի ընդհանուր կերպարները խոսք են տալիս հենց Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մենք խոզենք միանգամից ՆԱՏՕ-ի անդամ կդառնանք, Ֆրանսիայի, Ամերիկայի բանակը կգա, բա ուրա, ինչ եղավ։ Այրոպորտում մնացին, հա, երևի ռեյսը չեղարկվել էր, թե ինչ եղավ, չկարողացան հասնել Հայաստան, ուր են։ Դա սուտ էր, պարզ է որ սուտ էր։ Համեմատեք Ուկրաինային, ինչ են անում Ուկրաինայի համար, ամբողջ պոտենցիալը ներուժը ՆԱՏՕ-ի հիմա Ուկրաինայում է։ Իրենց ռազմական օգնության ծավալները արդեն տրիլիոնի են հասել։ Տրամադրել են արդեն մոտ 300-400 միլիարդ, արդեն հաշվելն է դժվար։ Ամբողջ գնահատականները այնտեղ են, ամբողջ աշխարհի եւ Ուկրաինայի հետ երաշխիքների պայմանագիր են ստորագրում, որ արևմուտքը երաշխավորում է Ուկրաինան, չնայած ինչ են երաշխավորում, Պարսի Ուկրաինա չմնաց, եւ հետո չել մնալու եւ հիմա նայեք, եթե ուզում եք դրա մասին խոսենք, որ սպառնում են Tomahawk հրթիռները օգտագործել Ռուսաստանի դեմ, որը կարող է բերել միջուկային հարվածների փոխանակում։ Այսինքն Ուկրաինայում տեսեք ինչ են անում, ու մեր մոտ տեսեք ինչ են անում։ Ներեցեք, այդ ջերմուկը ոչ ջերմուկի բարձունքները որ գրավեցին, ինչ արեց արևմուտքը։ Ռուսաստանն էլ ոչինչ չարեց, արևմուտքն էլ ոչինչ չարեց։ Մեզ լարում են Ռուսաստանի դեմ, որովհետև Ռուսաստանը ոչինչ չարեց, չնայած մենք ինքներս մերժեցինք մի քանի անգամ Ռուսաստանի առաջարկները։ Բայց մեզ ասում են, որ Ռուսաստանը վատն է, որովհետև ոչինչ չարեց, իսկ արևմուտքը լավն է, որովհետև ոչինչ չարեց։ Դուք տեսեք, սա խելագարություն է։ Սա կամ մանկապարտեզ է, կամ ինչ որ խելագարություն է սա։ Որևէ պարտավորություն չկա, որևէ շահ Թրամփը չունի։ Իր շահերը Իսրայելն են, Թուրքիան են, Ադրբեջանի նավթ ու գազը։ Հայաստանում մենք որևէ ձևով իրենց ուշադրության կենտրոնում չենք։ Իսրայելը պատրաստվում է նոր հարձակման Իրանի վրա։ Ադրբեջանը իր ծառայությունները վաճառելու է, ինչպես մենք տարիներով ձեռնոց ասում ենք, վաճառելու է Ամերիկային, ասել է մենք ձեզ կօգնենք, մենակ մեզ ընդառաջեք։ Դե արդեն առաջին բրծան, արդեն ներդին իրենց ձեռքում է։ Այսինքն նա Հայաստանում որևէ շահեր չունի։ Մենք ոչ նավթ ունենք, ոչ գազ ունենք, ոչ Թուրքիայի բանակը ունենք, ոչ ռուսները ունենք, ոչ Ադրբեջանի պաշարները ունենք նավթի գազի։ Դրա համար էլ դարերով մեզ չեն հասել ոչ ֆրանսիացիները, ոչ անգլիացիները, ոչ ամերիկացիները։ Բայց մենք չենք կարող դա հասկանալ, որովհետև մենք շփոթում ենք դոլարները, եվրոները եւ Միլանում կոֆե խմելը, կապուչինոյի եւ ասեմ նորից կապուչինոյի եւ մակիոտոյի տարբերությունը մենք հասկանում ենք, բայց ռազմաստրատեգիական շահերի եւ տնտեսական շահերի կամ մշակութային կապերի տարբերությունը մենք երբեք չենք կարողացել հասկանալ։ Մենք այսպես էլ կմնանք։
Դուք քանի որ հիշեցրեցիք Ադրբեջանի եւ Իրանի հետ կապված հարաբերությունները, կարծես թե այս առումով լարվածությունը գնալով ավելանում է, հիշում ենք, որ իրենք նախապես հայտարարել էին, որ 12 օրվա պատերազմի ժամանակ նաեւ Ադրբեջանի տարածքից են իրենց հարվածել եւ օրինակ այսօր նաեւ նրանց մեջլիսի падգամավորներից մեկը հայտարարել է, որ Ադրբեջանը ներգրաված է նախագահ Ռայիսի մահվան մեջ։ Այս հայտարարությունները ինչի մասին են խոսում, հնարավոր է, որ սրանք բերեն որոշակի զարգացումների եւ Իրանը սկսի լուրջ արդեն դիտարկել Ադրբեջանի հետ կապված հարաբերություններում այսպես պատասխան հարվածները, եթե հնարավոր հարձակում լինի Իսրայելի կողմից։ Տեսեք, Իսրայելի եւ Միացյալ Նահանգները պատրաստվում են արդեն հարձակվել Իրանի վրա երկրորդ անգամ։ Գիտեք, որ իրենց ռեսուրսները կուտակվում են Մերձավոր Արևելքում, նավերը, ինքնաթիռները եւ այլ զինատեսակները նորից կուտակում են ռեգիոնում, պատրաստվում են հարձակման։ Իրանը հիմա մտածելու է թե ինչպես է պաշտպանվելու Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեմ։ Իրանը որևէ ռազմական գործողություններ չի կարող ձեռնարկել մեր ռեգիոնում, երկար ժամանակ դրա մասին խոսել ենք։ Եթե Ադրբեջանի տարածքից իսկապես հարված լինի, այո, նրանք կարող են պատասխան հարված հասցնել, ինչպես արեցին առաջի հարձակման ժամանակ, հիշում եք Կատարի վրա պատասխան հարված կատարվեց եւ ուզում եմ հիշել մի երկու ուրիշ երկրում կարծում պատասխան հարված եղավ։ Կարող են պատասխանել, այո, բայց դա նույնիսկ պատերազմ չի լինի։ Եվ նրանք մեզ ոչինչով ռազմական ձևով չեն կարող օգնել։ Մանավանդ որ մենք ունենք կիսախելագար այս կառավարությունը, որը զբաղված է աստված գիտի ինչով, վերջերս լսեցի ասին, որ տուֆի արձան պետքա դնենք, մեր եկեղեցիները շատ, այսինքն եթե մենք մեզ գժի տեղ ենք դրել, կներեք ժողովրդական լեզվով, մենք մեզ գժի տեղ ենք դրել, մեր հասարակությունը անտարբեր նայում է ոնց են բանտարկում մեր սրբազաններին, այդ ապօրինի քաղաքական ճնշումը, այդ ռեպրեսիաները, ոնց են քանդում ծիծեռնակաբերդերը, ոնց են հանձնում մեղրին, ոնց են տերորի ենթարկում մեր ամբողջ բնակչությունը եւ մեր ընդդիմությունը ոչինչ չի անում։ Հետո ուզում է որ մենք չքննադատենք ընդդիմությանը, ոնց չքննադատենք։ Այսքան բանից հետո ժողովրդին չեն կարողանում մոբիլիզացնել։ Ժողովրդին այնքան հոգնել է այդ ցույց ծրողներից եւ city tour city guide-երից, որոնք ելի քաղաքով մաննացելու բոլորին, ինչեւ ժողովուրդը հոգնի գնա տուն։ Այնքան են հոգնել, ոչ մի հույս չեն տեսնում։ Դեռ լուրջ խնդիրներ ունի մեր ընդդիմությունը եւ մեր հասարակությունը, որևէ ուրիշ երկրում այսքան անտարբերություն չի լինի սեփական ապագայի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը, եթե հետևել եք վերջի շրջանում, ամեն օր եթե նույնիսկ ասելիք չունի, բարի օր է մաղթում մարդկանց, փոքր ռիլեր է տարածում, այսօր նաև մետրոյով է աշխատանքի եկել, ճանապարհին քաղաքացիների հետ է շփվել, նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել է, թե ավելի վաղ է դեռևս տվել։ Ավելի վաղ է ծրվել, պարզ է որ նա շարունակելու է reality show-ում, այդ խոհանոցում բանջարս պատրաստելը, այդ ֆեստիվալները, Կապլետի Սատիսկայի ֆեստիվալները, Իմիջիալոց Ղարաբաղի հանձնումից հետո 2-3 օր հետո ես տեսա նորից նոր ֆեստիվալ էր Սարյան փողոցի վրա, Պարոն Կարապետյանին ձերբակալելու օրը ժողովուրդը, որը մի մասը իհարկե ոչ բոլորը, փողոցներում պարում էին, իմ աչքերով եմ տեսել, այն օրը երբ որ Կարապետյանին ձերբակալեցին, մարդիկ պարում էին, Իբիսա նշանով մեքենա էր անցնում փողոցներով եւ մարդիկ զվարճանում էին։ Այսինքն նրանք ուզում են ժողովրդին շեղել, թմրացնել, ոնց որ թմրանյութ տանես, որ մենք չնկատենք ոնց է այս նավը խորտակվում։ Մեր նավը Տիտանիկ է դառել։ Մենք խորտակվում ենք, մեր նավը խորտակվում է։ Բայց ժողովրդին զվարճացնում են, ուշադրությունը ցույց են, թմրացնում են, որ ժողովուրդը չզգա։ Նրանք փորձելու են օգտագործել իրենց քարոզիչների բանակը, մեզ համոզել, որ այս երրորդ կապիտուլյացիան դա հաղթանակ է եւ խաղաղություն կբերի, արևմուտքից փող կբերեն, Եվրոպայից, Ամերիկայից արդեն տեսեք խոստումներ տրվեցին $120 միլիոն, մենակ Եվրոպան $125 միլիոն Եվրոպան խոստում։ Մեր ժողովրդին կստանան ներդրումներ, տնտեսական զարգացում, կշարունակեն ռեպրեսիաները, ընդդիմության դեմ տեսեք Մոլդավիայում ինչ եղավ։ Միգալուտ գիտեք, իմ սոցցանցերի էջերը փակեցին նույն ձևով, ոնց որ Մոլդավիայում փակեցին ընդդիմադիրների սոցցանցերի էջերը ֆրանսիական հոտախուզության պահանջով։ Դա հետո բացահայտվեց, որ ֆրանսիական հետախուզությունը պահանջել էր, որ ընդդիմության սոցէջերը Մոլդավիայում փակվեն։ Եվ ինել փակեցին, այսինքն ռեպրեսիաները շարունակվելու են, այս դատարկ խոստումները շարունակվելու են, նրանք փորձել են մեր ժողովրդին խոստանալ իր խաղաղություն եւ խոստանալ, որ մենք կբարգավաճենք, նույն ձևով ինչպես խոստացան 15 թվին, եւ այդ բոլոր խոստումները դուրս եկան սուտ։
Այսինքն կարծում եք նախընտրական շրջանում կլինեն այդ ռեպրեսիաները, թե հնարավոր է նաև որոշակի հետընտրական զարգացումներ լինեն նման։ Երկուսն է։ Սա գնալով վատանալու է, գնալով խորանալու է, որտեղ նրանք անպատիժ են մնում։ Նրանք տեսնում են, որ ժողովուրդը դուրս չի գալիս փողոց եւ ընդդիմությունը ոչինչ չի անում։ Եվ դրա համար նրանք շարունակում են։ Ռեպրեսիաները էլ ոնց են լինում։ Մեր պատմության մեջ երբ է եղել, որ մեր եկեղեցու ներկայացուցիչներին բանտարկի Հայաստանի կառավարությունը։ Այդ բան եղել է, մեր 2.5 տարվա պատմության ունենք առնվազն։ Այսպիսի բան եղել է։ Անկամ Թուրքիան, Պարսկաստանը այսպիսի բան արել են, մեր Էջմիածից մապ են կարել, բանից դիմակներով մապիկ բանտարկել են, այսպիսի բան մեր պատմության մեջ եղել է, մարդուն ձերբակալել են նրա համար, որ նա ասել է ես աջակցում եմ նոր եկեղեցուն, այսպիսի բան եղել է մեր պատմության մեջ, բա ռեպրեսիաները ոնց են լինում, այդ խայտարակ իրենց այդ վիրավորանքները անընդհատ, այդ հայոյանքները պարլամենտում, մարդկանց ծեծելը, մարդկանց վրա ռումբ գցելը, բա ոնց են լինում, եւ տեսեք, որ Եվրոպան լռում է, բացարձակ լռություն Եվրոպայի կողմից։ Արդյոք այդ ամեն ինչը վկայում է, որ իշխանությունը նաև անհանգստություններ ունի, այսինքն անհանգստություն ունի, որ խոսքի համար է ձերբակալում մարդկանց, անհանգստություն ունի սրբազանների հետ կապված, որ իրենց խոսքը կարող է ծանրակշիռ լինել։ Այդ ներքի մտավախությունը կա, որ հնարավոր է, օրինակ 26 թվին բավական բարդ լինի իրեն ապահովել վերարտադրությունը։ Մտավախություն կա, որտեղ իրենց ռեյտինգները տեսնում են, որ բավականին նվազել են։ Իհարկե կեղծելու են, անելու են նույն բան ինչ որ արեցին Գյումրի ընտրությունների ժամանակ, մարդկանց ցուցակներով բերելու են, պարտադրելու են, որ քվեարկեն այս կամ այն ձևով, ֆոտոնկարներ են պահանջելու, թե ոնց է քվեարկել, օգտագործելու են այդ ադմինիստրատիվ ռեսուրսը, մարդկանց վախացնելու են։ Բարձր որ այդ բոլոր բաները նրանք անելու են եւ սա գնալով վատանալու է։ Ես կարծում եմ, որ անկասկած կեղծելու են ընտրությունները, պետք է, չգիտեմ, դիմությունը կամ պետք է հեռանա կամ մի բան անի եւ մինչեւ ընտրության գնալ եւ ընտրությունների ժամանակ եւ ոչ մի կասկած չունենաք, որ լինելու են մեծ խախտումներ, մեծ ռեպրեսիաներ եւ արևմուտքը ոչ մի բան չի ասի, որտեղ տեսակ որքան երկու երեսան են, որքան երեսպաշտ են մեր արևմտյան ընկերները, գործընկերները։ Եվ մի դիտարկում, ինչ է կարծում այս ընտրություններում դրսի արտաքին ուժերի ներգրավվածությունը որքան է լինելու։ Շատ բարձր։ Դուք տեսնում եք, թե ինչպես Հայաստանը զավթեց փաստորեն արևմտյան հետախուզությունը այդ գրանտերի միջոցներով։ Մեզ հիմա կառավարում է փաստորեն Ամերիկայի, Ֆրանսիայի, Անգլիայի եւ հնարավոր է Թուրքիայի հետախուզությունը։ Անկասկած։ Եվ դրա մասին խոսում են հենց նրանք ներկայացուցիչները։ Նրանք փաստորեն ղեկավարում են մեր հասարակական կարծիքը, որտեղ նրանք ունեն տասնյակ այսպես կոչված լրագրողներ, որոնք փաստորեն գրանտեր են ստանում, որպեսզի կատարեն իրենց կարգադրանքները։ Այսինքն նրանք ուղղակիորեն մասնակցում են։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, հիմնականում արևմուտքն է լինելու այդ ազդեցության, այսպես տարածողը Հայաստանում։ Դե հնարավոր է ուրիշ երկրներն էլ մասնակցեն։ Ես ուղղակի խոսում եմ այն հիմքի վրա, որ այն ինչ որ ես տեսել եմ եւ զգացել եմ իմ վրա, իմ գործընկերների վրա, ես զգացել եմ այս աննախադեպ ճնշումը, սոցենջերի փակումը, այս սպառնալիքները, հարձակումները, այս տերորը, դա գալիս է արևմուտքի կողմից փող ստացող լրագրողների կողմից։